Եվ հաթաթա երտվել ուժայինները մի քիչ վախեցել էին։ Այդ հաթաթան շատ ծանր նստեց մեր երկրի համար, դա ծնեց մարտի 1, որովհետև այդ հաթաթայից հետո պլանավորվեց կեղծիքների մի ամբողջ համակարգ, որը իրականացվեց այն ժամանակվա ազգային անվտանգության ծառայության կողմից, դա կոչվում էր գործակալների կողմից ստացված տեղեկություն, որը իրացրեցին ներքին գործերի նախարարության միջոցով։ Դրանից հետո ազգային անվտանգությունը մնաց ստվերում։ Հետո ես հիմա պատմում եմ, որտեղ հայտնվեցին ձկան խանութի հետ, վերևի շենքերի հետ տեսնում եք, այնտեղ դիպկահար էիք ման գալիս։ Իրանք այնտեղ էին։ Օղորմի Հրաչարությունյանին, բայց ինքը շատ բան գիտեր դրա մասին, բայց դա մեզ փաստավակ խմբին հասանելի դարձավ, որովհետև պարլամենտական հանձնաժողովը պարոն Նիկոյանի կողմից գլխավորած մի հատ զրույց էր ունեցել, լրագրողներ, որտեղ Նիկոյանը ասել էր, որ սենց տեղեկատվություն կա, մենք դրանից բռնեցինք եւ գնացինք առաջ եւ Տիգրան Աբգարյանի սպանության պահով մեկ էլ դիպուկահարը հայտնվեց, որը շերիֆի հրամանով կրակեց։ Հետո այնպես գետնին, այսպես պլաստունսկի գնաց, կորավ եւ ոչ մեկը կարողացավ իրան գտնել։ Դա այն առեղծվածներ են, որը սարքվում էր Աղվան Գառնիկովիչի թեթև ձեռքով, Վահագ Հարությունյանի միջոցով։ Այստեղ նշված է Դավիթը, Խաչիկ Դավթյան, Խաչիկի ոտքը չերոմուխայից պոկվել էր, բայց կախված էր մնացել։ Այդ վիճակում քննիչը հարցաքննության ատանում եւ որպեսի կորզի իր ցանկալի բանը ինչ են արել Խաչիկի գլխին։ Վիրավոր ոտքը սեղմել են։ Ես խնդրում եմ, այս հաղորդում ընդունեք, քննիչը հայտնի է, եւ եթե ինքը աշխատում է, ինքը պետքա պատասխան տա։ Ես համոզված եմ, որ քննիչը չի ստացել արժանի մեղադրական եզրակացության, միայն մի դեպքն եմ ասում։ Հիմա մարտի 1-ը Սամարական դատարանում Բաքվում եւ ներսում ավտոմատավորներ էին։ Դուք տեսել եք աշխարհում այդպես բան։ Ափսոս Վլադիմիր Վարդանը այստեղ չի, որ հաստատի, որպես աշխատակազմի ղեկավար այդ ավտոմատավորները ինչ էին անում Սամարական դատարանի ներսում եւ Բաքվում։ Մենք հիշատակեցինք Աֆյանին, բայց մարտի 1-ը մի քանի этаպներով է եղել այդ օրվա ընթացքում։ Առավոտյան դեպքեր, որտեղ մարդիկ գտնվում էին այդ տարածքում, հետո կես օրը, երբ որ մարդիկ փրկվելու համար տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ, հետո երեկոյան դեպքեր, բայց կառավարում փոխվել է, այստեղ հիշատակվեց կառավարման երկու շտաբների մասին, ներքին գործեր ուժային բլոկ, բայց մոռանում են կառավարման ամենակարևոր օղակը Հանրապետության հրապարակում, կառավարության շենքում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչի՞ չենք հիշատակում։ Ես ինձ հետաքրիր Աղվան Հովսեփյանը վերջին հաշվով պետքա բացատրի այդ քննչական խմբերը, որոնք ստեղծված էին, 100-ից ավել քննիչներ են ներգրաված։ Իրանք մեղավոր չեն, իրանք ուսադիր կրող մարդիկ են, նրանց պարտադրել են ապօրինի գործողություններ, բայց դա բերել է նրան, որ 17 տարի հետո միեդ նա ասել, որ մարտի 1-ը բացահայտված է, որտեղ կառավարման հստակ առանցք է ունեցել։ Այո, Ռոբերտ Քոչյանի գլխավորությամբ, իսկ Ուրավ Վարդան Օսկանյանը, որ աշխարհում մեկ գոռում էր, որ բանա, եկեք Հայաստանում զինված խմբավորումներ են, բայց իրականում Հայաստանում զինված խմբավորումները իրականացվում են գործող իշխանության կողմից, ավելին դա դեռ քիչ էր։ Լեռնային Ղարաբաղից բերեցին 700-ից ավել ուսադիր կրող եւ ոչ թե շարքային ազնագազմ, ենթասպա եւ սպա, եւ տեղակայեցին կոնկրետ վայրերում, որը մենք բացահայտեցինք, մի մասն էլ գտնվում էր կառավարության շենքում։ Փաստավակ խումբը 5 զեկուցա ներկայացրել, դա կոնկրետ առաջին եղել է Համլետ Թադևոսյանի մասին զեկույցը, որի հրապարակումից հետո, որը նաև միջազգային մեր մանդատի շրջանակում է եղել, մեկ էլ պարզվեց, որ մենք վտանգավոր ենք։ Փաստավակ խումբը 5 հոգուց բաղկացած։ Հետո, երբ որ արդեն 18 թվականին այստեղ էի, Կոստանյանը մոտեցավ, ասեց պարոն Քոչարյան, ես ուզում եմ դες տեղեկացնեմ, թե ոնց է լուծարվել փաստավակ խումբը, ասեց գիտեմ։ Բերեց այն դանոսը, որը գրվել է այն ժամ երբեմնի, դանոսը մի քիչ կոպիտ եմ ասում, այն հաղորդագրությունը, որ տվել է Վահե Ստեփանյանը, որ եղել է Հայաստանի Հանրապետության արտադրության նախարար, որը նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն էր, գրել է, որ պատկերացրեք, ընդդիմությունը փաստավակ խմբի այստեղ ազգային ժողովի տարածքում գտնող տարածքում ճնշում է իշխանությանը։ Ես եւ Տիկին Սաֆարյանը։ Լավ, ես կարա Տիկին Սաֆարյանը ոնց պետք է ճնշել։ Դա իրականություն է եղել։ Այն առումով ոչ թե ճնշումների, այլ որտեղ իրենք հասկացան, որ Համլետ Թադևոսյանի զեկույցը շատ հեռու տանող բաներ է բացահայտել, զեկույցը իրենք կարդացել էին։ Հիմա հարց առաջանում, արդյոք
երկու մարդ ընդդիմություն են ներկայացնող Ազգային կոնգրեսը եւ Ժառանգությունը կարային այսպիսի զեկույց պատրաստեն, իհարկե ոչ։ Ինչի է ստացվի դա, որտեղ մենք ունենք հասարակության լայն շրջանակների աջակցություն։ Մենք ինֆորմացիայի պակաս չունենք։ Պատկերացրեք սրտաշարժումը, մարդիկ, մասնագետներ, նաև գործող իշխանության շրջանակում ազգային անվտանգության ծառայություն, անուններ չեմ տակ, չնայած Սամվել Հովհաննիսյանի անունը տվել եմ, դժողների եւ աջորդները Սամվելի հետ շփվել են, ճիշտ է։ Փայլուն մի քննիչ, որին հոկտեմբերի 27-ի գործով, որը արդեն դուրս էր եկել, թե մեկուսարանում հոգեմետ դեղերը ով է տվել, նրան ամչապես Աղվան Հովսեփյանը քրական գործ արեցեց, որտեղ լիկվիդացնեն, որտեղ Սամվելը շատ բաներ տիրապետում նաև հոկտեմբերի 27-ով։ Ես հիմա Սամվելի հետ կոնտակտ չունեմ եւ կարծում եմ իր աջակցությունը ինձ եւ Տիկին Սաֆարյանի եղել է հսկայական։ Էլի եղել են իրավաբաններ, ասենք Դավիթ Հակոբյանը, որը տուժող էր հոկտեմբերի մարտի 1-ի գործով եւ ինքը որպես բարձրակարգ իրավաբան, կարծեմ պարոն Վարդանյանց կուրսեցի էր, ինքը մեծ աջակցություն է ցույց տվել մեզ զեկույցների պատասխան։ Հիմա զեկույցների մասին չի։ Ինչ պարզվեց Համլետ Թադևոսյանի պարագայում։ Սկսեցին թե փորձագետներին, թե քննիչներին գցեն ծուղակը, ստիպված որպեսզի ասեն, որ ցուցարարներն են նռնակը նետել, սկզբից ասեցին F1 գրանատ։ Դե մոռանում են, որ ես գոնե Պաշտպանության նախարարություն բարձր պաշտոնում մնացել եւ F1 գրանտը պատկերացնում եմ։ Եթե դա գցեին ցուցարարները, այնտեղ ոչ մեկը սաղ չէր մնա։ Նեղջ միջավայրում։ Հետո ասեն, չէ, RGD-ը է։ Դա էլ չէր ստացվում, որովհետեւ RGD-ի պարագայում պետքա բեկորային վնասվածքներ հայտնաբերեին փորձագետներ, որ այդպես էլ չէր հայտնաբերվում։ Հետո պարզվեց, որ Համլետ Թադևոսյանը իր գրպանի այստեղ մասում ունեցել է ձայնազդանշանային նռնակ, որը ամենայն հավանականությամբ պայթել է, երբ որ ընկել է գրպանից, իր համապատասխան օրգանների շրջանակում գետին չհասած։ Եվ ինքը մահացել է ոչ թե դրա վնասվածքից, այլ շոկից։ Վնասվածքի շոկից։ Այդ ամբողջը իրականացրել ենք, հայտնաբերել ենք եւ հետո կանչել ենք այն վաշտի բոլոր այն զինծառայողները, որոնք բեկորային վնասվածք են ստացել, չգիտես ինչի հետևի մասից, ոտքերի։ Եվ ոչ մեկի մոտ բեկոր չի հայտնաբերվել, կասկածելի է, չէ։ Ինչպիսի կեղծիքների մեքենային անում։ Երբ որ փորձագետին, եթե կորսված գարուն նայել եք, ես հարցնում եմ, տղա ջան, դու վերջը դատվելու ես, ես ինչեր ես գրել։ Կոշիկների մեջ ստիպված բռնում են RGD-ի դետոնատորի բեկորները դնում են, այլ չէին իմանում ոնց նկարագրեն, որտեղ հետո են դրել։ Դրանք փաստեր են։ Դա կազմակերպված բնույթ է գրել, այս ամբողջը, եւ այդ կազմակերպված բնույթը, ինչպես նշեց պարոն Իգարյանը, դետալային չի, խմբակային է եղել։ Զեկույցներից մեկը շատ կարևոր։ Այստեղ հարց հնչեց համազգեստների մասին։ Հայտնի ցանկը, ցուցակը, այնպես չի որ ցուցակը հենց այնպես հայտնվել է փաստավակ խմբում, կոնկրետ իմ ձեռքում է ցուցակը, պարզա որ եկել է բանակից, որտեղ իրային պահեստում էլի ազնիվ մարդիկ կային։ Բայց ես չէի խմբում ասում, թե ուր եմ առաջարկում գնանք իրային պահեստ եւ ինչ եմ այնտեղ տեսնելու։ Բոլորը տեղը չէին իմանում, բայց քանի որ չէին կարող մերժեին, մենք մեքենայով գնացինք իրային պահեստ, որպեսզի ժուրնալը բացվի եւ ես ասեմ, այ այստեղից է դուրս եկել այն համազգեստները, որը բաժանվել են խմբերին, ապօրինի զինված խմբերին։ Զենքը հետո